Ինչու է խաղաղության հայեցակարգը հակասում Հայաստանի գոյության հայեցակարգին։ Եվ որպեսզի ավելի պարզ լինի իմ պատմությունը, ես նախ անդրադառնամ Իսրայելին, քանի որ Իսրայելը նույն կոնցեպտի եւ նույն հայեցակարգի ներքո է ապրում, եւ այս պետությունը ստեղծվել է հենց այս հայեցակարգով, որտեղ խաղաղության հայեցակարգը Իսրայելի գոյության եւ անվտանգության եւ լինելիության եւ ապագայի համար անընդունելի կոնցեպտ է։ Ներկայում գիտենք, որ պատերազմ է ընթանում, այսինքն հիմա հրադադար է, բայց Լիբանանի դեմ ոտնձգությունները դեռ շարունակվում են, նաև պատմել եմ եւ ասել եմ, նաև եւի լուրերից էլ գիտեք, որ Լիբանանից մի որոշ տարածք Իսրայելը գրավել է, մինչև այս քարտեզը հիմա ցուցադրում եմ, այս դեպի այս գետը ընկած հատվածը Իսրայելը գրավել է, տեղահանել է շուրջ 1 միլիոն մարդ եւ ասում է, որ բուֆերային գոտի է այդտեղ ստեղծելու, բայց իրականության մեջ իրենք այդ տարածքները փորձելու են պահել, եթե միջազգային մեծ ճնշում չլինի, իսկ դա հավանական է, որ չլինի, իրենք փորձելու են հետզհետե, այդ հետզհետեն տասնյակ տարիներ է տևելու, բնակեցնեն եւ այդ տարածքները իրենցով անեն։ Իսրայելի կոնցեպտը նա է, որ այդ տարածաշրջանում, որտեղ պատմականորեն բնակվել են հրեաները, քանի որ տեղի ունեցել դարերով անարդարություն իրենց հանդեպ եւ իրենց արտաքսել են այդ տարածքներից եւ իրենք կորցրել են իրենց պետականությունը, իրենք իրենց պետության հիմնադրումը ամբողջովին հենվում է այն կոնցեպտի վրա, որ իրենք պետք է այդ տարածքներում հիմնեն եւ զարգացնեն իսրայելական պետություն, որտեղ գերակշիռ մարդկանց թիվը բնակչության տոկոսային գերակշռությամբ կլինեն հրեաներ։ Եվ սա է պատճառը նաև, որ երբ տարածքները նրանք գրավում են, անում են այնպիսի գործողություններ, որ մարդիկ ստիպված են լինում լքել այդ տարածքները, այսինքն էթնիկ զտում են անում։ Նույնը վերաբերում է Գազայի տարածքին։ Գազայի տարածքը նույնպես իրենց պլաններում կա։ Իսրայել պետությունը կարողացել է հասնել սրան, քանի որ ամբողջովին կառավարելի է դարձրել ամերիկյան քաղաքական դաշտը։ Ինչպես են սա արել, աշխարհով մեկ կան բազմաթիվ հարուստ հրեաներ, որոնցից շատերը նաև քաղաքական են եւ որոնք տարբեր ցանցերի մաս են կազմում եւ այդ ցանցերը ֆինանսավորում են նաև Իսրայել պետության հզորացումը։ Մարդիկ, որոնք ասում են, որ ԱՄՆ-ն է ֆինանսավորում միլիարդներով Իսրայելի ռազմական եւ տնտեսական զարգացումը, չեն սխալվում, բայց դրա տակ թաքնված է մեծ լոբի, մեծ ցանց, որը իր հերթին մեծ ծախսեր է անում, որպեսզի կարողանա իշխանության բերել ԱՄՆ-ում մարդիկ, որոնք աներկբա, անքննելի կաջակցեն Իսրայելին ցանկացած պարագայում իրականացնելու իր այս օրակարգերը։ Եվ օրինակ, ես հիմա մի հատ տեսանյութ դնեմ, տեսեք այս տեսանյութում ինչպես է երևում, որ J.D. Vance-ը, որ հիմա ԱՄՆ նախագահի տեղակալն է Տրամպին ընդամենը 10 տարի առաջ անվանում էր շատ վատ նախագահի թեկնածու, անվանում է նույնիսկ շատ վատ մարդ, հաջորդիվ նաև ներկայի պաշտոնյաները, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը Տրամպի վերաբերյալ բացասական վերաբերմունք են արտահայտում։ Trump is a really bad candidate and frankly I think a really bad person. There is no way we are going to allow a con artist to take over the conservative movement, and Donald Trump is a con artist. It's typical Trump. All bluster, very little substance. He talks Ինչ է տեղի ունենում։ Հրեական լոբին, որը շատ ուժեղ է, լոբի ասած մեղմ է իրականում։ Այդ ցանցը, որը կառավարում է ԱՄՆ իր ահռելի մեծ ռեսուրսներով։ Իրենք իրենց քաղաքական օրակարգն է այնպես անել, որ այդ տարածաշրջանում Իսրայել պետությունը լինի 2-3 եւ ավելի անգամ մեծ, քան հիմա ներկայում կա, եւ նրանք ծառայում են այդ օրակարգին, եւ նրանց թելադրանքով եւ ֆինանսավորմամբ է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք Տրամպին չէին ընդունում, հիմա դարձել են Տրամպի քաղաքական թիմի մաս, Տրամպի աջակցողներն են, այսպես ասած, եւ իսրայելական այդ օրակարգի առաջ տանողները։ Պատահական չէ, որ J.D. Vance-ը երբ որ գնաց Հայաստանում ցեղասպանության հուշահամալիր գրառում էր արել, հետո ջնջել էր այդ գրառումը, որովհետև J.D. Vance-ը, որը ի դեպ ամենահավանական թեկնածուն է հաջորդ ԱՄՆ նախագահի, ինքնուրույն չի կառավարում, այսինքն կառավարվում է նշածած ցանցերի կողմից, որոնք առաջին հերթին, առաջին տեղում այդ America First-ը, որ կա Տրամպի, իրականում Israel First-ն է։ Եվ այս պատմությունը նրա մասին չի, որ Իսրայելը վատն է։ Իրականում սա շատ ճիշտ քաղաքականություն է այն առումով, որ ներկայի աշխարհում, երբ ամեն մեկը իր շահն է առաջ տանում եւ թքած ունեն միջազգային օրենքների կարգերի վրա, հենց այս մեթոդն է աշխատում։ Այս նույն վիճակը, այսինքն Իսրայելը, երբ որ արաբներն են եկել գրավել այդ տարածքները, իրենց փորձում է դրանք հետզհետե գրավել, ազատագրել եւ խաղաղություն կնշանակի
իրենց նպատակներից հրաժարում, այսինքն իրենց հայրենի տարածքների վրա վերականգնելու իրենց պետությունը, այդ նպատակից եթե իրենք հրաժարվում են, հետզհետե արաբները, քանի որ թվականակով են շատ եւ ծնելիությունով, իրենց անցնելու են եւ իրենց պետությունը դադարելու է, վերանալու է։ Ամբողջությամբ այս նույն կոնցեպտը կիրառել է Հայաստանի վրա։ Հայաստանում գիտենք, որ ծնելիությունը շատ ցածր է, համեմատած օրինակ ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ, Ադրբեջանում արդեն 10 միլիոն է հասնում բնակչության թիվը, մեր մոտ 3 եւ ավելի նույնիսկ պակաս է բնակչության թիվը եւ Ադրբեջանում ծնելիության հաշվին նաեւ փոքր արտագաղթի դրանց թիվը շարունակ շատանում է։ Եվ ինչպես Իսրայել եւ արաբներ հարաբերության մեջ մեզ մոտ էլ այս մեր տարածքները թուրքերը, թաթարները, ադրբեջանցիների հետ են, որ չկա այդպիսի ազգ։ Իրենք համարում են, որ սա իրենցն է, եւ եթե մենք հետ ենք քաշվում, այսինքն մեր այդ նպատակներից, որ մեր պատմական տարածքների վրա հետզհետե, իսկ այդ հետզհետեն կրկնում եմ, 1-2 տարվա բան չի, դա տասնյակ տարիների պլան է։ Այն ինչի հիման վրա նաեւ մեր այս գաղափարախոսության հիման վրա ստեղծվել է հայկական պետությունը, այս երրորդ հանրապետությունը, եթե թվագրենք դրան։ Եթե իշխանությունները հայերին կարողանում են համոզել, վախացնելով նաեւ ցույց տալով, որ դուք թույլ եք, եկեք, մյուսները ավելի ուժեղ են, ինչ իրականությանը չի համապատասխանում, հրաժարվելով Ռուսաստանի հետ գործակցությունից, մեզ ուզում են բերել մի վիճակի, այս խաղաղության կոչվածը, որ մենք հրաժարվենք մեր պլաններից, ազգային պետության, մեր հայկական պետության ստեղծման պլաններից, ինչը նշանակում է, որ այդ թուրքական աշխարհները հետզհետե ստեղծելու են վիճակներ, որ հայերը դադարելու են Հայաստանում ապրել, այսինքն պայմաններ են ստեղծելու, որ մարդիկ տեսնեն, որ այդտեղ զարգացում չկա, իրենց երեխաների համար ապահով չէ եւ իրենք տանելու են հետզհետե մարդիկ, քաղաքացիները իրենց երեխաներին տանելու են Հայաստանից։ Այս process-ը իդեպ հենց հիմա տեղի է ունենում։ Շատերը ինձ լսողներից գիտեն, որ իրենց երեխաներին օրինակ հայկական գրանցումից հատկապես տղաներին հանել են, գրանցել են Ռուսաստանում, Եվրոպաներում, ԱՄՆ-ում, որտեղ կարողացել է, որպեսզի խուսափեն բանակից, այսինքն որովհետեւ դա համարվում է ռիսկի համար 1 աղբյուրը։ Իսկ եթե դա համարվում է ռիսկի համար 1 աղբյուր եւ մարդիկ խուսափում են սեփական պետության ներգրավելու պաշտպանության process-ներում, այդ պետությունը դա քանդվելու է, իսկ խաղաղության ասած կոնցեպտը հենց տանում է դրան, այսինքն եթե մարդիկ ասում են, որ դե խաղաղ ենք այլևս նրանցից վտանգ չի սպառնում, ոչ բանակի վրա է ռեսուրս նորմալ դրվելու, ձևական է ամեն ինչ լինելու, ոչ գաղափարախոսության վրա է դրվելու, սա միանշանակ հանգեցնելու է հայկական պետականության կորստին։ Վերջերս Փաշինյանը ասում էր, որ այդ դրսի ուժերն են Ռուսաստանում հղում մեզ ու Ադրբեջանին կռվածրել, մենք կիսելիք չունենք, դրա համար թշնամացել ենք, բայց իրականության մեջ այդպես չէ, մենք թշնամացել ենք ոչ թե վերջին տարիներին սովետից անկախացումից հետո, այլ դարեր այդպես է եղել, որովհետև էլ կրկնում եմ, այս նույն տարածքները մենք, որոնք մեր հայրենիքն են, նրանք համարում են իրենց է, եւ հետեւաբար այլ կերպ չի լինի, այդ մենք ենք ռուսներին բերել այս կոնֆլիկտի մեջ, եւ եթե մենք խելացի լինեինք, մենք խելացի չենք հավաքական առումով, մենք ռուսներին կարողանանք օգտագործել այնպես, ինչպես հրեաները անում են ԱՄՆ-ին, եւ ԱՄՆ-ին մենք չենք կարողանալու այն մարդիկ, որ թվում է, որ ռուսներին կարող են փոխարինել ԱՄՆ-ը, չենք կարողանալու օգտագործել, որովհետեւ ԱՄՆ-ը արդեն ինչպես նշեցի, պատահական չպատմեցի, դա իսրայելական լոբիստական այդ մեծ գործիքը արդեն օգտագործում է եւ նրանք նաեւ այս առումով իրենց ձեռնտու չէ, որ այստեղ հայկական մեծ պետություն լինի, որովհետեւ մենք աշխարհագրական եւ այլ շահերի տեսանկյունից Իրանի հետ ենք գործակցելու։ Մարդկանց, որ համոզում են, որ գիտեք ինչ, եթե հրաժարվում ենք ռուսներից ԱՄՆ կգա փոխանելու, այդ չի լինելու։ Նույնը Եվրոպայի պարագայում։ Մեր միակ շահը, որ մենք կկարողանանք ռուսին օգտագործել ազգային օրակարգով, նա է, որ մենք կձգտենք հետևել մեր պլանին։ Եթե մենք հրաժարվում ենք մեր պլանից եւ մենք ձգտումներ չունեցանք, դա թուրքական աշխարհները մեզ կլանելու են։ Այս պարագայում սա ռուսներին ձեռնտու չէ, որտեղ եթե այս տարածաշրջանում Հայաստան գոյություն չի ունենում, այդ թուրքական աշխարհները միանում շատ ուժեղանում են, այդ ամեն ինչը միանգամից եւ ուղիղ գործելու է Ռուսաստանի դեմ։ Եվ ռուսական շահն է այս տարածաշրջանում լինի հայկական պետություն, որը գործում է իր շահերից, այսինքն հայերենի տարածքներում հետզհետե ընդլայնվելու եւ հետեւաբար մենք այս շահերի ընդհանրությունը այս կետում կարող ենք, եթե խելացի ենք լինում, Ռուսաստանին ներգրավել եւ օգտագործել Հայաստան պետությունը ուժեղացնելու եւ ընդլայնելու։ Եվ սա է հայկական իրական օրակարգը։ Եվ այն օրակարգը, որ ձեր գլխում հիմա դրվում է խաղաղության, սա իրականում Հայաստանի կազմակերպման եւ Հայաստանի վերացման օրակարգն է։ Քաղաքականությունը, որ հիմա մեզ մատուցվում է, իրականում թուրքական օրակարգ է, դա հայկական օրակարգը չէ։ Նույն այն օրակարգը, որ մեզ դրսից են կռվածրել, ռուսերն են կռվածրել, մենք թուրքերի հետ խաղաղ էինք,
որ մեր մեջ խնդիրներ չկա, դա ակուր զուտ թուրքական օրակարգ, որ հիմա Հայաստանում քարոզվում է, որ իբր թե խաղաղության օրակարգն է։ Լավ եղեք։